Ընթերցենք Հակոբոս 4 գլուխ 1-6 համարները։ Որտեղից ձեր մեջ պատերազմներ ու որտեղից կռիվներ։ Չէ՞ որ այստեղից են ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ Ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել։ Պատերազմում եք եւ կռվում եք, բայց չունեք, որովհետեւ չեք խնդրում։ Խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Շնացողներ, չգիտեք, որ աշխարհի հանդեպ սերը Աստծու դեմ թշնամություն է։ Արտով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ Կամ կարծում եք գիրքը զուր տեղն է ասում, մեր մեջ բնակվող հոգին նախանձի է ձգտում, բայց ավելի մեծ շնորհ է տալիս դրա համար ասում է. Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Ամեն։ Նախ մի փոքր հիշենք համատեքստը։ Մենք տեսանք, թե ինչպես Հակոբոս առաջին գլուխ 26 եւ 27 համարներում նա խոսեց ճշմարիտ աստվածպաշտության մասին ու տվեց կյանքի 3 օրինակներ կամ 3 ոլորտներ, որտեղ պետք է դրսևորվի աստվածպաշտությունը ու ցուցադրի իր որակը կամ հավատի ճշմարիտ լինելը կամ կեղծ լինելը։ Առաջին օրինակը դա հոգատար եւ գործնական սերն էր, ուղղված դրացու նկատմամբ, երկրորդը լեզվի սանձահարումը եւ երրորդը անձը աշխարհից անարատ պահելը։ Որից հետո երկրորդ գլխում Հակոբոսը ավելի մանրամասն խոսեց առաջին թեմայի մասին՝ դրացուն սիրել ինչպես սեփական անձը։ Երրորդ գլխում նա խոսեց հաջորդ թեմայի մասին՝ լեզվի սանձահարումը, լեզուն կառավարելու կարևորությունը, անհրաժեշտությունը եւ թե ինչպիսի իմաստություն է պետք մարդուն, որպեսզի նա ունենա կարողությունը սանձել լեզուն եւ ծառայեցնել արդարության համար։ Իսկ հիմա 4-րդ գլխում նա խոսում է երրորդ գլխավոր թեմայի մասին՝ անձը աշխարհից անարատ պահելու մասին կամ սրբության կյանքի մեջ առաջանալու մասին։ Այսօր կսկսենք խոսել այս երրորդ մեծ թեմայի մասին՝ մեղավոր աշխարհից անարատ մնալու թեման։ Եվ առաջին թեման այսօր մարդու աշխարհի հանդեպ սերն է։ Հակոբոսը նախ ներկայացնում է իր լսարանի խնդիրը, այնուհետև հանդիմանում, հորդորում եւ պատվերներ է տալիս։ Կենթանի հավատ ունեցողը չի սիրում այս աշխարհը ու չի ցանկանում բարեկամություն անել այս աշխարհի հետ, քանի որ այս աշխարհը Աստծուն թշնամի է։ Հակոբոսը շարունակում է դիմել իր քույր եղբայրներին, նրանց, ովքեր եկեղեցու մեջ են, ովքեր դավանում են քրիստոնեությունը, ովքեր ասում են, որ հավատում են Հիսուսին։ Եվ դիմելով նրանց, Հակոբոսը բարձրաձայնում է հետևյալ խնդիրը. քրիստոնեությունը դավանող, եկեղեցու մեջ եղող մարդկանց աշխարհիկ ապրելակերպը կամ աշխարհիկ կերպարի մեջ դեռ մնացած մարդկանց իրենց վիճակը, որը նա կոչում է աշխարհի հանդեպ սեր։ Նախորդ հատվածում խոսելով երկրային իմաստության մասին, մարդու կյանքում դրա արկայության, երանության ու խաղաղության պտղի մասին, հիմա նա ցույց է տալիս իր լսարանի իրական վիճակը։ Նայեք ձեր գործնական կյանքերին, ձեր փոխհարաբերություններին ու տեսեք ձեր ունեցած իմաստության վիճակը։ Ձեր մեջ բացակայում է այս խաղաղության պտուղը ու դրա փոխարեն ձեր հարաբերությունների մեջ պատերազմներ եւ կռիվներ են։ Ինչու՞։ Ինչու է այսպես։ Որովհետև դուք վարվում եք ըստ ձեր հին մարդկային մեղավոր մտքի, մարմնական իմաստության եւ ցանկությունների։ Դուք շարունակում եք ապրել այն կյանքով, ինչպես որ նախկինում եք ապրել, չգիտակցելով, թե ով է ձեզ կանչողը եւ ինչ կյանքի մեջ է կանչել ձեզ, որպեսզի դուք քայլեք, որ ճանապարհի մեջ է նա դրել ձեզ, որպեսզի դուք ընթանաք։ Եվ ամենագլխավորը, որը քիչ հետո կտեսնենք, ասում է, դուք ապրում եք ձեր հաճույքի համար։ Ձեր միտքը աշխատում է հաճեցնելու սեփական անձը, դուք եսակենտրոն եք, ոչ թե աստվածակենտրոն։ Ձեր միտքը սևեռած չէ ապրելու Աստծուն հաճեցնելու համար։ Այս նկարագրած պատերազմները, կռիվները, նախանձը ցույց է տալիս, որ այս քրիստոնյա մարդիկ մնացել են եսասեր, եսակենտրոն եւ նպատակաուղղված են հագեցնելու իրենց սրտի չար ցանկությունները։ Հիշում եք ինչ ասաց նա առաջին գլխում։ Նա ասաց.
դուք գայթակղվում եք ու մեղքի մեջ եք ընկնում ձեր իսկ չար ցանկություններից հրապուրվելով ու խաբվելով։ Ցանկությունը ասեց հղանալով մեղք է ծնում, իսկ մեղքը հասունանալով ծնում է մահ։ Ահա թե ինչպիսի աշխարհիկ կյանքի մեջ եք դուք դեռ մնացել։ 4 գլխի 11-րդ համարում Հակոբոսը նրանց նորից կոչում է եղբայրներ, իսկ 8-րդ համարում երկմտողներ։ Նրանք մի ոտքով մտել են եկեղեցի, սակայն մյուս ոտքով դեռ աշխարհի հետ բարեկամություն են անում։ Սիրտը դեռ կապված է այս աշխարհի բաների հետ, այս աշխարհի մտածելակերպի, արժեքների, հաճույքների եւ գործերի հետ։ Մի պահ մտածի։ Եթե Հակոբոսը տեսներ քո կյանքը, քո գործերը, կերպարը, ինչպիսի գնահատական նա կտար քեզ քո կյանքին։ Հակոբոսը հանդիմանում էր լսարանին իրենց երկակի ու կեղծավոր կյանքի վերաբերյալ։ Աշխարհի հանդեպ սերը մեծ չարիք է, Հակոբոսն ասաց, այն թշնամություն է Աստծո դեմ։ Իսկ մենք ինչպես ենք կոչում այն։ Հավատացյալը աշխարհի հրճվանքների, հաճույքների մեջ է, անլուրջ է վերաբերվում իր հոգևոր ընթացքին, չքննելով ու չհասկանալով իր ծուռ ճանապարհները, իր մտքում բուն դրած մոլորությունները, սուտ համոզմունքները, եւ այս ամենի մեջ մնալով հաճախ տեսնում ենք, որ մարդը անտարբեր է։ Չկա պայքար ապաշխարելու, հրաժարվելու, կռիվ տալու հավատի կյանքի համար։ Մարդը չի սիրում փոխվել։ Մարդը սիրում է իր կառուցած հարմարավետության մեջ մնալ, եւ երբ որ մի քիչ հանդիպում է մտային ճնշմանը, հոգեվոր պայքարի դժվարությանը, հանձնվում եւ հրաժարվում թողնում է։ Իրեն զբաղեցնում ավելի հեշտ գործերով, որ ծրվի, մոռանա ու իր ստեղծած կոմֆորտի մեջ մնա։ Հակոբոսն ասում է. մարդը նայում է հայելու մեջ, տեսնում է խնդիրը իր, բայց թողնում հեռանում է։ Չի խորում, չի ջանում, չի պատերազմում, այլ ընտրում է հեշտ ճանապարհը չմտնել այս պատերազմի մեջ։ Դրա համար չկա հոգևոր աճ, հոգևոր պտուղներ, չկա ավետարանչություն, չկա աշակերտություն, այլ կա աշխարհիկություն, աշխարհասիրություն։ Ինչով իր շրջապատի մարդիկ են զբաղվում, նա էլ նույն այդ գործերն ու զբաղմունքները ունի։ Ես շատ ավելի սիրեցի Հակոբոսի այս գիրքը, այս վերջին տարվա մեր ուսումնասիրությունների ընթացքում, որովհետև ամեն մի հատված, ամեն մի տեքստ առիթ է, որ յուրաքանչյուրս մտածենք մեր կյանքի համար, թե ինչպիսի կյանք եմ ես ապրում Աստծո առաջ, ինչպիսին է իմ հավատքը, արդյոք այն կենդանի, արդյոք այն արթուն է եւ ապրում է Աստծո համար, Աստծո խոսքը կատարելով, իր կամքը կատարելով։ Եվ ամեն մի հատված առիթ է տալիս զբաղվելու ինքնակնությամբ, սեփական հավատի որակը ճանաչելու ու չթմրելու այս աշխարհի թմրադեղերի ազդեցությամբ։ Գաղատացիս նամակում, երբ Պողոսը խոսում է Աստծո շնորհով փրկության մասին, առանց մարդկային գործերի արժանիքի, նա նաև զգուշացնում է այդ փրկված մարդկանց, որ չշարունակեն ապրել նույն հին աշխարհիկ կյանքով, հագուր տալով իրենց ցանկություններին։ Գաղատացիս 5:13-17, որովհետև դուք ազատության համար եք կանչված, եղբայրներ, միայն թե ձեր ազատությունը մարմինը հաճեցնելու պատճառ չլինի, այլ սիրով ծառայեք իրար, որովհետև ամբողջ օրենք այս մեկ խոսքի մեջ է կատարվում. քո ընկերոջը պիտի սիրես ինչպես ինքդ քեզ։ Բայց եթե միմյանց խայթեք եւ ուտեք, զգուշացեք, որ միմյանց չոչնչացնեք։ Սակայն ասում եմ, հոգով ընթացեք ու մարմնի ցանկությունը մի կատարեք, որովհետև մարմինը հոգու հակառակն է ցանկանում, իսկ հոգին մարմնի հակառակը։ Եվ քանի որ սրանք իրար հակառակ են, չանեք այն, ինչ կամենում եք։ Երբ մարդ չի ընթանում հոգևոր աճի ընթացքով, նա շարունակում է կատարել իր սեփական կամքը, բայց երբ հոգով է ընթանում, Աստծո հոգով, հոգու առաջնորդությամբ, հասունության մեջ առաջանում է, նա զանազանում է իր չար ցանկությունները Աստծո կամքից ու մերժում է իր մարմնական կամքը։ Եվ այս գլխի վերջում Պողոսն ավելացնում է 24-25 համարներում, նրանք, ովքեր Քրիստոսինն են, իրենց մարմինը խաչը հանեցին կրքերով ու ցանկություններով հանդերձ։ Եթե հոգով ենք ապրում, հոգով էլ վարվենք, սնապարծ չլինենք միմյանց գրգռելով ու միմյանց նախանձելով։ Մենք ինչպես ենք մտածում, սիրելիներ։
Մենք որ հավատում ենք շնորհով ձերի փրկության վարդապետությանը, ինչպես են գործածում մեր ազատությունը։ Եթե շնորհը ավելացավ, ուրեմն ինչ։ Մեղք գործենք, թմրենք ու դառնանք անլուրջ անպտուղ ու քնած քրիստոնյաներ։ Ոչ, նոր ուխտում բազում տեքստեր կան, որոնք ցույց են տալիս, որ փրկված քրիստոնյան ինչպիսի արթնության կյանք պետք է ապրի եւ ոչ թե մնա իր ցանկությունների ծառան։ Ու այսպեսի խնդրի դեմ է խոսում նաեւ Հակոբոսը իր թղթում։ Եկեղեցու մեջ եղող մարդկանց ասում է. կտրեք ձեզ աշխարհասիրությունից, հանեք ձեր վրայից աշխարհի կերպարանքը։ Աշխարհիկությունը միշտ եղել է խնդիր եկեղեցու համար։ Այն դրսևորվում է անհամրելի կերպերով մարդու կյանքում։ Եվ այն պետք է լինի մեր շարունակական ու ամենօրյա պայքարը, ուրանալու անձը, սեփական ցանկությունները, որը ամենաբարդ պայքարն է մարդու համար, հատկապես այս 21-րդ դարում, որտեղ մարդուն առաջարկվում է անհամրելի հաճույքներ, գանձեր, արտաքին, գեղեցիկ, գրավիչ աճ շոյող, խաբուսիկ փաթեթավորումներով տրվող։ Ուրեմն Հակոբոսը այս 6 համարներում նախ նկարագրում է, այնուհետև հանդիմանում է իր լսարանին աշխարհի հանդեպ ունեցած սիրո համար։ Աշխարհիկ կյանքը դրսևորվում է մարդկային հարաբերությունների մեջ առկա բաժանություններով, վեճերով, ատելությամբ, անխաղաղությամբ։ Եթե մեկը եկեղեցու մեջ է, սակայն մի ոտքով դեռ աշխարհի մեջ է, ապա նրա կյանքը, ապրելակերպը ուշ թե շուտ հակասության մեջ է մտնելու եկեղեցու հետ։ Եթե մարդ չապաշխարի ու չկտրի իրեն աշխարհի կյանքից, ապա գալու է այն օրը, երբ նա խնդիր է ունենալու Աստծո ժողովրդի հետ։ Աստծո ժողովրդի հետ միաբանության մեջ մնալու։ Գալու են անհամաձայնությունները ու գալու է բաժանությունը, իհարկե, եթե այդ եկեղեցին ընթանում է սրբագործության ճանապարհով։ Այսպիսով այս տեքստում առաջի 3 համարներում տեսնելու ենք աշխարհիկ ապրելակերպի կամ աշխարհի հանդեպ սիրո 3 նկարագրություններ, որ տալիս է Հակոբոսը։ Այն է աշխարհիկ ապրելակերպի աղբյուրը, հետևանքը եւ պատճառը։ Այնուհետև 4-ից 6 համարներում տեսնելու ենք աշխարհիկ ապրելակերպի դեմ ուղված 3 հանդիմանություն։ Հակոբոսը հանդիմանում է նրանց իրենց հոգևոր շնության համար, Սուրբ գրքի անտեսման համար եւ Սուրբ Հոգուն հակառակվելու համար։ Ուրեմն առաջինը նախ դիտարկենք նկարագրությունները, թե ինչպես է Հակոբոսը ներկայացնում աշխարհի հանդեպ սիրո իրենց կյանքի այս ցավալի վիճակը։ Ուրեմն աշխարհիկ ապրելակերպի աղբյուրը։ Առաջի համարը, որտեղից ձեր մեջ պատերազմներ ու որտեղից կռիվներ, չէ՞ որ այստեղից են ձեր ցանկություններից, որոնք կռիվ են տալիս ձեր անդամների մեջ։ Այս առաջին հարցը ընթերցողի մտածելու առիթ է տալիս, թե ինչպիսի կապ կա մարդու արտաքին կյանքի ու ներսում եղածի միջև։ Արտաքին այս կոնֆլիկտները ավելի խորքային խնդրի ախտորոշիչ է։ Ասում է, ձեր մեջ կան պատերազմներ ու կռիվներ։ Սա չի վերաբերում ֆիզիկական պատերազմին, կռիվներին, ֆիզիկական ծեծկռտուքին, այլ մարդկային թշնամական հարաբերություններին, ատելությանը, եկեղեցու մեջ տեղի ունեցող կոնֆլիկտներին։ Ասում է, ձեր մեջ է այս կռիվները, այսինքն խոսքը վերաբերում է ոչ թե ազգերի կամ պետությունների միջև եղած պատերազմներին, այլ Հակոբոսը այստեղ կոնկրետ խոսում է մարդկային հարաբերություններում ձեր մեջ տեղի ունեցող կոնֆլիկտների մասին։ Թեև կարելի է նշել, որ այո, ամեն մի տեսակ պատերազմներ այս աշխարհում որ տեղի ունենում, դրանց արմատում դարձյալ մարդկային եսակենտրոն, մեղավոր սիրտն է, ցանկությունները, ագահությունը, ցանկասիրությունը։ Երկրորդ հարցով Հակոբոսը պատասխանում է իր իսկ բարձրաձայնած առաջին հարցին, ցույց տալը, որ արմատական խնդիրը մարդու ներսն է։ Տեսեք, այստեղ կարևոր է իմանալ, որ այս ցանկություններ բառը հունարենում նշանակում է հաճույք, վայելք։ Երբ մարդը ուզում է իր մեղավոր եսին հաճելին անել, եւ մարդու կյանքի իմաստը եւ կենտրոնացումը իր ապրած զգացողություններն են։ Այս հաճելի զգացմունքները, ապրումները։ Հունարեն այս հեդոնե բառից է եկել հեդոնիզմ տերմինը փիլիսոփայության մեջ։ Այստեղ օգտագործած է հեդոնե բառը հունարեն։ Եվ այս հեդոնիզմը, այս մարդկային փիլիսոփայությունը
Քարոզում է, որ մարդը պետք է ամեն բան անի սեփական հաճույքի համար։ Մարդու կյանքի իմաստը հաճույք ստանալն է, այս աշխարհը վայելելն է։ Իսկ այն ամենը, ինչ մարդու զգացմունքներում առաջացնում է ինչ-որ խնդիրներ, պայքարներ, բացասական ապրումներ, ապա դա պետք է մերժել։ Սա մարդակենտրոն փիլիսոփայություն է եւ այն սկիզբ է առել հին հունական փիլիսոփաների կողմից։ Այսօրվա աշխարհիկ հոգեբանության մեջ նույնպես կա այս փիլիսոփայության գաղափարները։ Հոգեբանությունն ասում է, որ Աստված չկա, մարդն է բնության կենտրոնը ու ամեն բան մարդու շահի համար է, մարդու վայելքի ու հաճույքի։ Մարդը պետք է հետևի իր զգացմունքներին, այն ամենին, ինչը իրեն է հաճելի։ Իսկ այն ամենը, ինչ բացասական զգացողություններ է տալիս, պետք է թողնել, մերժել ու չմտածել դրանց մասին։ Ահա թե ինչու է հոգեբանությունը մերժում Աստծո խոսքը, քանի որ Աստծո խոսքը հանդիմանում է մարդու մեղքի համար, իսկ այդ հանդիմանանքը մեղավոր մարդու զգացմունքներում առաջացնում է անհանգստություն։ Իսկ մենք պետք է ամեն բան անենք, որ մարդ չանհանգստանա, այլ վայելի այս կյանքը։ Եվ գիտեք ինչն է ցավալին, որ այս հոգեբանության սուտ ուսուցումները իրենց մոլար սերմեն են ցանում նաև քրիստոնյաների մտքերում եւ մոլորեցնում են նրանց։ Դրա համար մարդը շարունակում է ապրել իր հաճույքների համար, ապրել իր հարմարավետության համար։ Հեդոնիզմն ասում է, որ այն ամենը, ինչ կա այս աշխարհում, մարդը պետք է գործածի սեփական վայելքի եւ հաճույքի համար։ Սա ցանկասեր եսակենտրոն մեղավոր մարդու բնույթն է։ Ահա թե ինչու է մարդը կռիվ տալիս, պատերազմում, որպեսզի ամեն բան գործածի սեփական հաճույքի ու շահի համար։ Սա այն նույն բառն է, որը Հիսուս օգտագործեց Սերմնացանի առակի մեջ։ Երբ խոսեց փշերի մեջ սերմանված խոսքի մասին, այս փշերից մեկը հենց այս մարմնական հաճույքներն են, որի պատճառով սերմը չի աճում մարդու կյանքում եւ պտուղ չի բերում։ Այստեղ առաջին համարում Հակոբոսն ասում է. այս հաճույքի հետապնդման պատճառով ձեր անդամների մեջ են նաեւ կռիվներ։ Այսինքն ոչ միայն դուք կռիվ եք տալիս արտաքին մարդկանց դեմ, այլ ձեր ներսում նույնպես կռիվ կա։ Ձեր ներսում կա մարմնականի ու հոգևորի պայքար։ Ձեր չար ցանկությունները կռիվ են տալիս ընդդեմ հոգևորի, ընդդեմ Աստծո կամքի, որպեսզի ձեզ ծառայեցնեն ձեր մեղավոր եսին։ Այսինքն, արտաքին կռիվները մարդկային հարաբերություններում վկայում են այն մասին, որ մարդու ներսում նույնպես կան պատերազմներ, կռիվներ։ Ներսը խառնաշփոթ է, չկա հաղթանակ չար ցանկությունների դեմ։ Չար ցանկությունը հաղթել է հոգևորին, ուստ այդմ կա արտաքին պատերազմ ֆիզիկապես իրականացնելու այդ ցանկությունները։ Ու եւ դիմացի մարդը նույն քո վիճակում է, նա էլ ծածկոցը իր կողմն է քաշում, իրականացնելու իր ցանկությունները։ Այնինչ իրեն է հաճելի, որը եւ առաջացնում է կոնֆլիկտ։ Եվ չկա երկնային իմաստությունը, չկա զիջողություն, հաշտություն, ողորմածություն, խաղաղություն, դիմացինին սեփական անձից առավել համարում, այլ կա ինչ նախանձ, հակառակություն եւ բաժանություններ։ Այն մարդիկ, ովքեր դեմ են գործում քո չար ցանկություններին, դառնում են քեզ անցանկալի մարդիկ, անհարմարություն պատճառող մարդիկ, որոնց դու վանում ես քեզնից։ Քեզ շահեկան չէ շփվել այսպիսի մարդկանց հետ։ Եվ երբ հանդիպում ես արդեն գործնական հակառակության քո չար ցանկությունների դեմ, երբ կա վտանգ, որը կարող է խափանել քո երազանքները, քո հաճույքներին, հարմարավետությանը դեմ գնալ, ապա սկսվում է այս հակամարտությունը։ Այս հեդոնիզմի գաղափարախոսությանը հակառակ մի մոտեցում կա, որը քրիստոնեության մեջ կոչվում է քրիստոնյա հեդոնիզմ, որի մասին շատ է խոսում քարոզիչ Ջոն Պայպերը։ Այս թեման նրա քարոզչության առանցքային թեմաներից մեկն է, քանի որ այն ուղիղ կապված է մարդ-Աստված փոխհարաբերության հետ, իրական եւ փրկարար հավատի հետ։ Աշխարհիկ հեդոնիզմն ասում է, որ մարդը պետք է ապրի իր հաճույքի համար, վայելելով այս աշխարհը, իսկ Պայպերի քարոզած քրիստոնյա հեդոնիզմն ասում է, որ մարդը պետք է ապրի հաճենալով Աստծո անձով։ Նրա հետ ունեցած փոխհարաբերությամբ, վայելելով Քրիստոսին։ Նա ասում է. Աստված մեծագույնս կփառավորվի քո կյանքով, երբ դու
մեծագույնս բավարարված ես Հիսուսով, բավարարված ես Աստծով։ Երբ քո սիրտը վայելում է Քրիստոսին, քո սրտի հաճույքը Քրիստոսն է, նրան ճանաչելը ու նրա հետ շփվելը։ Ուրեմն աշխարհիկ հեդոնիզմը կյանք է, որը փնտրում է հաճույք այն ամենով, ինչ այս աշխարհն է առաջարկում։ Քրիստոնյա հեդոնիզմը կյանք է, որը փնտրում է հաճույք Աստծո անձով, վայելել նրան։ Սաղմոս 16:11 Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը, քո առաջ ուրախությունների լիություն կա եւ քո աջ կողմում հավերժ հաճություններ։ Որն է կյանքի ճանապարհը, որն է մարդու ապրելու իմաստը, ինչու է Աստված ստեղծել մարդուն, ասում է, դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը, կյանքի իմաստը, որը հետևյալն է. Աստծո հետ փոխհարաբերության միջոցով հաճենալ եւ վայելել նրան։ Ասում է քո առաջ լի ուրախություն կա, այսինքն քո հետ շփումը տալիս է հոգուս իրական ուրախություն եւ անverջ վայելք, անverջ հաճույք։ Իրական ու անվերջանալի վայելքը, հաճույքը, որը վեր է ամեն տեսակայ երկրավոր հաճույքներից։ Անկում ապրած մարդու սիրտը ցանկանում է հաճենալ մեղքով, նյութականով, նա սիրում է այս աշխարհը, սակայն նոր էություն, նոր սիրտ ունեցող մարդը փնտրում է հաճենալ Աստծո անձով, նրան ճանաչելով, նրան վայելելով, նրա համար ապրելով եւ գործելով։ Իսկ ինչ հաճույք է փնտրում այսօր քո սիրտը։ Ինչն ես դու վայելում այս կյանքում, ինչ ես դու ձգտում ձեռք բերել, ինչով է քո սիրտը իրապես ուրախանում, որն է քո ուրախության թեման։ Հակոբոս 4:7 եւ 8 համարներում նա ասում է. հնազանդվեք Աստծուն եւ մոտեցեք Աստծուն։ Ձեր մարդկային չար ցանկությունները փնտրում են հաճույք ամեն տեսակ նյութականի կամ մեղքի մեջ, բայց դուք ուրացեք այն եւ հետևեք ձեր փոխված սրտի ցանկությանը։ Ձեր վերստին ծնված հոգու փափագներին լրացրեք այդ ծարավը, մոտեցեք, շփվեք Աստծո հետ, վայելեք Աստծուն, ցանկացեք Քրիստոսի հետ կենթանի հաղորդակցությունը։ Հիշենք նաև այն, ինչ Հակոբոսն ասաց առաջին գլխում, որ ամեն բարի բան երկնքից է իջած լույսի հորից։ Եվ Տերը ամեն բարիք ստեղծել է մարդու համար, որպեսզի գոհունակությամբ ընդունի եւ նույնպես վայելելով այն, ինչ բարի է, դրանով Աստծուն փառավորի։ Բայց այստեղ էլ մարդը շեղվում է։ Եվ խնդիրն այն է, որ մեղավոր մարդը ոչ միայն հաճույք է ապրում մեղքը սիրելու, մեղքը գործելու մեջ, այլ նաև անգամ այն ինչը մեղք չէ, այլ Աստծուց բարիք է տրված, որպես մարդը դրանց մեջ էլ է ավելի շատ հաճույք եւ վայելք ապրում, քան Աստծով։ Մարդը ավելի շատ սիրում է Աստծո տվածը, քան Աստծուն։ Օրինակ, մեղք չէ ամուսնանալը եւ վայելել Աստծո տված այդ բարիքը, եթե իհարկե այն Տիրոջ կամքի համաձայն է արվում։ Սակայն խնդիրը դառնում այն, երբ մարդը ավելի վայելում է այդ ամուսնական կյանքը կամ իր կողակցին ավելի, քան Աստծուն։ Անկամ այդ ամուսնական կյանքի վայելքը պետք է քեզ ուղղորդի ավելի շատ Աստծուն վայելելու, տեսնելով նրա գեղեցկությունը, այդ երկրավոր բարիքի մեջ, նրան փառավորելու դրա մեջ, ինչպես եւ մյուս բոլոր բարիքներ, ինչ որ Աստված ստեղծեց այդ նյութական կյանքում, այս ամենը իրենց վրա սլաքներ ունեն եւ այդ սլաքները ցույց են տալիս դեպի Աստված, որ այս ամենը Աստծո մասին է եւ այս ամենը նրան է ցույց տալիս, որպեսզի դու անգամ այդ բարիքների միջոցով ընդունելով գոհությամբ, վայելելով այդ ամենի մեջ վայելես Տիրոջը շատ առավել, քան անգամ այդ բարիքները։ Իսկ մարդը մոլորվելով սկսում է պաշտել ստեղծագործությունը, ոչ թե ստեղծողին, ավելի շատ հաճույք ապրել Աստծո տվածներով, քան Աստծով։ Ուրեմն, առաջին համարում մենք տեսանք, թե ինչպես է Հակոբոսը ներկայացնում մարդկային հարաբերությունների մեջ
անհաշտության, կռիվների աղբյուրը։ Մարդը կենտրոնացած է իր երկրավոր հաճույքների վրա։ Մարդը մտածում է միայն այն մասին, ինչը իրեն է հաճելի։ Իսկ եթե դիմացինը չի ծառայում իր նպատակներին ու իր հաճույքներին, ապա առաջանում է այս կոնֆլիկտը, քանի որ այդ մարդը հակառակվում է իր ցանկություններին։ Սա աշխարհի հանդեպ սիրո նկարագրությունն է, երբ մարդու վայելքը կապված է աշխարհի հետ, այլ ոչ թե Աստծո անձին։ Հաջորդ նկարագրությունը, երկրորդը, աշխարհիկ ապրելակերպի հետևանքն ենք տեսնում։ Երկրորդ համարում ցանկանում եք, բայց չունեք, սպանում եք, նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, պատերազմում ու կռվում եք, բայց չունեք, որովհետև չեք խնդրում։ Այստեղ հունարեն ցանկանալ բառը տարբեր է առաջին համարի ցանկություն բառից։ Այս ցանկանալ բառը նշանակում է ձգտել, խիստ փափագել։ Ասում է ցանկանում եք, բայց չունեք, եւ այստեղ հարց է առաջանում։ Ինչ էին ցանկանում այս մարդիկ։ Ինչ էին ձգտում ունենալ, ինչն էր իրենց կյանքի նպատակը։ Ասում է ինչ որ ձգտում եք ունենալ, ինչ որ ցանկանում եք, չեք կարողանում հասնել, չեք կարողանում ձեռք բերել, կռիվ եք տալիս, որպեսզի ունենաք, ասում է, բայց չունեք։ Այս համարում չի ասում ինչ էին ցանկանում այս մարդիկ, սակայն համատեքստը հուշում է մեզ։ Ինչի մասն է համատեքստը, ինչի մասին խոսեց առաջին համարում։ Ուրեմն առաջին համարում տեսանք, որ նրանք այս մարդիկ ապրում են իրենց հաճույքների համար։ Չորրորդ համարում նա խոսում է աշխարհի նկատմամբ իրենց ունեցած սիրո մասին, եւ սա ցույց է տալիս, որ նրանք ուզում են ամեն կերպ վայելել այս աշխարհը, աշխարհի հաճույքները, մաքսիմում օգտվել այս աշխարհի հնարավորություններից, իրենց սրտի գանձը այս աշխարհն է, նյութն է եւ ոչ թե Քրիստոս։ Այսինքն նրանք փնտրում են, ցանկանում են հոգու հագեցում, բավականացում ստանալ։ Նրանք ուզում են վայելք, հաճույք, զգացմունք, կիրք, հագուրտ տալ իրենց մեղավոր եսի չար ցանկությունները, որպեսզի վայելեն դրանից եկող հաճույքները, այլ ոչ թե մոտենալ Աստծուն, նրան հնազանդվել, նրան վայելել, նրանով հագենալ, բավարարվել իրենց հոգու ծարավը։ Հիմա տեսեք ինչ է տեղի ունենում այսպիսի մարդկանց հետ, ովքեր փափագում են, փնտրում են բավարարել իրենց հոգու դատարկությունը այս աշխարհի հաճույքներով եւ ոչ թե Քրիստոսով։ Ինչ է լինում։ Այս երկրորդ համարի մեջ թվարկված է 10 հատ բայ։ Եվ դժվարություն կա հասկանալու, թե ինչ կապ կա այսքան թվարկած բայերի միջև։ Տարբեր թարգմանությունները տարբեր կերպ են մոտենում։ Ես ձեզ առաջարկեմ այն, ինչ իմ կարծիքով ամենատրամաբանականն է ըստ համարների այս մտքի տրամաբանական շարադրության եւ ըստ այս բառերի միջև եղած տրամաբանական կապի։ Ուրեմն այս համարը կարող ենք բաժանել 3 նախադասության։ Տեսեք։ Առաջինը ասում է ցանկանում եք, բայց չունեք, ուստի սպանում եք, երկրորդ նախադասությունը։ Նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, ուստի պատերազմում ու կռվում եք, եւ երրորդ նախադասությունը չունեք, որովհետեւ չեք խնդրում։ Այս վերջի երրորդ նախադասությունը կդիտարկենք հաջորդ կետի մեջ։ Ուրեմն ասում է առաջինը դուք ցանկանում եք, ուրեմն ինչ են նրանք ցանկանում, հաճույք, վայելք, հոգու բավարարում փնտրել այս աշխարհի մեջ, բայց ինչ է ասում, սակայն ինչ է տեղի ունենում, ասում է չունեք։ Այսինքն չեք գտնում ձեր հոգու համար իրական բավականություն, իրական ուրախություն, չկա հագեցում այն ամենի մեջ, որտեղ դուք փնտրում եք, դա չեք կարողանում գտնել։ Այդ ամենը ի զորու չէ տալու ձեզ հոգու իրական հագեցում, այդ ամենը պարզապես ունայնություն է։ Այն ամեն ինչի համար, որ դու կռիվ ես տալիս, պատերազմում ես, ջանում ես, ձեռք ես բերում, ուզում ես վայելել, հաճույք ապրել, հետո հասկանում ես, որ այդ ամենը չտվեց քեզ այն ակնկալած հոգու բավականացումը կամ հոգու հաճույքը կամ հագեցումը, որը դու սպասում էիր, փնտրում էիր։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր մարդ ապրում է այսպիսի զգացմունքներ։ Մարդը երազում է ունենալ ինչ-որ մի բան, ձգտում է, պայքարում է, որ հասնի դրան, նա կարծում է, որ եթե նա հասնի իր երազած ապրանքին, նա կլինի աշխարհի ամենաերջանիկ մարդը։ Կամ եթե նա գտնի իր երազած երկրորդ կեսին, իր պատկերացրած իդեալին, նա իր ողջ կյանքը կապրի երջանիկ եւ բավարարված։ Իսկ երբ նա հասնում է իր երազանքին, ինչ է տեղի ունենում։
Նրան այնտեղ սպասվում է անակնկալ։ Այն էլ տհաճ, հիասթափեցնող։ Նրա ակնկալած հաճույքը, ապրած զգացմունքները անցնում են ժամանակի ընթացքում եւ վերջում հոգին դարձյալ մնում է նույն սոված կարիքավոր վիճակը։ Մարդիկ տարիներով փորձառում են այսպիսի զգացմունքներ, հիասթափություն, հոգու սով, դատարկություն, ու այդպես էլ չեն հասկանում, թե որն է կամ ով է իրենց հոգու իրական կարիքը, որտեղ է իրականում իրենց հոգու հագեցումը, հոգու ուրախությունը, որտեղ փնտրեն։ Ու ցավալին այն է, որ մարդիկ, ովքեր հավատացել են Հիսուսին, շարունակում են իրենց հոգու ծարավի հագեցումը փնտրել այս աշխարհի բաների մեջ, փնտրել նյութի մեջ, մարդու մեջ, փողի մեջ, երկրավոր զանազան հաճույքների մեջ։ Ամեն մեկին մի տեսակ թակարդ բռնում է ու գրավում է նրա սիրտը։ Դրա համար Սուրբ Գիրքը ասում է. ամեն բանից առաջ զգուշություն արեք ձեր սրտերին, որտեղ այդտեղից է կյանքի աղբյուրները։ Մարդը կարող է տարիներով եկեղեցի գալ, Աստծո խոսք լսել, սակայն նրա միտքը ու սիրտը տարված մնալ աշխարհով։ Մարդիկ սիրում են այս աշխարհը, աշխարհի հաճույքները։ Որտեղ է քո սիրտը, սիրելի քույրս, եղբայրս, որտեղ է իմ սիրտը։ Ինչ ես դու փնտրում այս աշխարհում։ Ինչ ես կամ ում ես դու վայելում այս աշխարհում։ Դու հասկացել ես այս կյանքի ունայնությունը ու վայելում ես արդյոք Հիսուսին։ Քո սիրտը ինչպիսի զգացմունքներ ունի Հիսուսի հանդեպ։ Դու փնտրում ես ամեն օր, ամեն առավոտ վայելել Հիսուսին, նրա այդ հաղորդակցությունը։ Թե քո օրը անցնում է ունայնության փնտրտուքներով, վայելելու այս աշխարհը ու աշխարհի առաջարկած լի հնարավորությունները, վազում ես, որ հասնես, ու այդպես էլ չես հասնում, ձեռք չես բերում։ Մնում ես դատարկ, ծարավ, քաղցած եւ հոգու տանջանքների մեջ։ Հակոբոսն ասում է. ցանկանում եք հաճույք, ցանկանում եք հոգու հագեցում ու բավականացում, բայց չեք գտնում, չունեք, իսկ հետևանքում ինչ է տեղի ունենում։ Ասում է սպանում եք։ Առաջին հետևանքը սպանում եք։ Այստեղ սպանել բառը ուղիղ իմաստով չէ։ Ֆիզիկական սպանության մասին չէ, ինչպես եւ պատերազմներն ու կռիվները ֆիզիկական այդ ծեսկրտուքի մասին չէր առաջի համարում։ Այս սպանելը դարձյալ ցույց է տալիս նրանց չար վերաբերմունքը մարդկանց նկատմամբ, նրանց ատելությունը, ինչպես Հովհաննեսն է գրում իր առաջին նամակում 3:15. Ամեն ոք, ով իր եղբորը ատում է, մարդասպան է։ Դուք ունեք ձեր պահանջներն ու ակնկալիքները մարդկանցից, սակայն երբ չեն բավարարվում ձեր ցանկությունները, երբ չեք ստանում ձեր ակնկալածը, ձեր հաճույքը, ապա դիմացի մարդով դարձավ խոչընդոտ, նա դարձավ ձեր թշնամին, ձեր սրտում առաջացավ բացասական զգացմունքներ այդ մարդու նկատմամբ։ Գուցե ձեր սրտում դուք նրան վիրավորեցիք, ատեցիք կամ որոշեցիք հեռացնել ձեր կյանքից ու չունենալ ոչ մի ընդհանուր բան կամ շփում։ Այս սպանելը շատ տարբեր կերպերով կարող է արտահայտվել, դրսևորվել։ Ահա թե ինչպիսի արդյունք տվեց ձեր աշխարհսիրությունը, ձեր սերը հաճույքների հանդեպ, այն բերեց գժտություն մարդկային հարաբերությունների մեջ, որովհետև ձեր այդ փնտրածը դուք չգտաք։ Երկրորդ նախադասությունն այստեղ ասում է. նախանձում եք, բայց չեք կարողանում ձեռք բերել, ուստի պատերազմում եւ կռվում եք։ Նախաձեռնել բառն այստեղ նորից խոսում է իրենց բուռն ցանկությունների մասին, բայց ցանկանալ այն, ինչ տեսնում է, որ իր կողքինները ունեն եւ այդ ունեցվածքով իրենք վայելում են։ Նրա աչքը տեսնում է, թե ինչ ունի դիմացի մարդը, եւ նա նույնպես ցանկանում է ունենալ, կրկին կարծելով, թե դա տալու է իրեն ուրախություն, իրական հաճույք։ Մարդուն թվում է, որ դիմացին ունենալով այդ ամենը ուրախ է, վայելում է կյանքը, սակայն իրականում նա չգիտի ինչ է կատարում այդ մարդու հոգուց ներս, նրա սրտում։ Այն ինչ նա տեսնում է, դա պարզապես արտաքին կերպար է։ Հավատացյալը հեշտությամբ գայթակղվում է եւ տեսնում է, թե ինչպես են մարդիկ բարգավաճում նյութական կյանքում եւ վայելում են այս աշխարհը։ Ու իրանք նույնպես ցանկանում են այն, ինչ իրենց աչքը տեսնում է։
Նրանց միտքն ու սիրտը տարվում են դրանցով, ու նա այդ բուրըն ցանկությամբ շեղվում է, ու նրա ձգտումները կապվում են միայն այդ ցանկությունները իրականացնելու հետ։ Այդ ամենը դառնում է իր կյանքի ու ապրելու նպատակը։ Ասում է, ցանկանում եք այն, ինչ ձեր աչքը տեսնում է, նախանձում եք, փափագում եք ունենալ, սակայն դարձյալ չեք կարողանում ձեռք բերել։ Դարձյալ չեք կարողանում հասնել ձեր ցանկալի հաճույքների պատկերացրած այդ իրականացմանը։ Դարձյալ հիասթափություն, որի հետևանքում պատերազմ ու կռիվ, նույն այս երկու բառերը, որ հանդիպեց մեզ առաջին համարում։ Նա հարցրեց, որտեղից ձեր հարաբերություններում պատերազմ, կռիվ, անհաշտություն, ասում են, նայեք ձեր սրտերի վիճակին։ Ձեր սիրտը մնացել է կապված այս աշխարհի գանձերի հետ, հաճույքների հետ, դուք ցանկանում եք վայելել այս աշխարհը, սակայն դա չի տալու ձեզ հագեցում եւ ուրախություն։ Դուք փնտրում եք հաճույքներ, որոնցով կարծում եք, թե ձեր կյանքը կիմաստավորվի, սակայն չեք կարող ձեռք բերել այն։ Ու քանի որ ձեր ակնկալիքները չեն բավարարվում, մարդիկ չեն ծառայում ձեր ցանկություններին ու չեն նպաստում, որ դուք վայելեք ձեր ուզած հաճույքը ապրեք, ապա այդ չբավարարված սիրտը թշնամանում է դիմացիների նկատմամբ, նրանք ովքեր որ դեմ կանգնեցին, չնպաստեցին ձեր երազանքների իրականացմանը։ Մարդիկ պարզապես գործիք էին քեզ համար, որ իրականացնեն քո ուզածները, իսկ երբ այդ գործիքները չծառայեցին քեզ, ուրեմն դարձան քեզ համար անպիտան, անիմաստ եւ անկարևոր։ Ահա թե ինչպիսի հետևանքներ է բերում աշխարհի հանդեպ սերը, աշխարհիկ ապրելակերպը։ Հաջորդ երրորդ նկարագրությունը, որ տեսնում ենք այստեղ, աշխարհիկ ապրելակերպի պատճառը։ Երկրորդ համարում չունեք, որովհետև չեք խնդրում, եւ երրորդ համարում խնդրում եք, բայց չեք ստանում, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Երկու պատճառ, թե ինչու են նրանք ապրում այսպիսի աշխարհիկ կյանք, ինչու են մոլորված ու փնտրում են իրենց հոգու հագեցումը երկրավոր ունայնության մեջ։ Պատճառներից առաջինը աղոթքի կյանքի մեջ կա խնդիր, եւ երկրորդը շարժառիթների մեջ նույնպես կա խնդիր։ Ասում է չունեք, որովհետև չեք խնդրում։ Դուք չունեք հոգու հագեցում, դուք չունեք իրական ու մնայուն վայելք, ուրախություն, որովհետև չեք փնտրում այնտեղ, որտեղ կա իրական հագեցումը։ Դուք կարող եք գտնել այն միայն Աստծո մեջ, սակայն չեք գալիս դեպի Աստված, չեք փնտրում նրան, չեք փնտրում նրա երեսը, ուստի եւ ձեր հոգիները մնում են դատարկ եւ սոված։ Ձեր հոգու հագեցման միակ աղբյուրը Աստված ինքն է, բայց դուք սիրելի քրիստոնյաներ, շարունակում եք սիրել այս աշխարհն եք ուզում վայելել։ Դուք չհասկացաք, որ ձեր կյանքի իմաստը Հիսուսն է, նա է ձեր հոգևոր հացը, ով տալիս է իրական հագեցումը, ով հագեցնում է ձեր հոգու սովն ու ծարավը։ Առաջին խնդիրն այն է, որ չկա Աստծո երեսը փնտրող ու փափագող սիրտ, իսկ երկրորդը մարդու շարժառիթները։ Ասում է, որովհետև չար ձևով եք խնդրում, որպեսզի ձեր ցանկությունների համար վատնեք։ Ամեն խնդրող չի պատասխանվում, քանի որ Աստված նայում է սրտին, սրտի շարժառիթին ու նպատակներին։ Ամեն խնդրակ չի բավարարվում, քանի որ Աստված իրականացնում է այն ամեն ինչ, որ իր կամքի համաձայն է։ Ու մարդու կյանքում իրապես բարիքին է նպաստում։ Մարդը Աստծուց խնդրում է իր չար ցանկությունների համաձայն, իր երկրավոր հաճույքների համար։ Շատ մարդիկ բողոքում են, ասում են, ես շարունակ կարդում եմ, աղոթում եմ, խնդրում եմ, բայց ոչինչ չի փոխվում իմ կյանքում։ Իմ խնդիրները չեն լուծվում, ես չունեմ հոգու հանգիստ, չունեմ խաղաղություն։ Իսկ դու մտածել ես, թե քեզ պատած փորձություններն ու դժվարությունները ինչու է Աստված թույլ տվել։ Արդյոք դու փնտրել ես Աստծո կամքը այդ իրավիճակներում։ Եթե դու ունենայիր առողջ փոխհարաբերություն Աստծո հետ, փնտրեիր նրա կամքը, ապա նախ դու ուրախություն կհամարեիր քեզ պատահած այդ դժվարությունը, այդ փորձությունը։ Եվ դու ոչ թե կաղոթես, որ քեզ հաճելին տեղի ունենա, քո պատկերացրած բարին ու քո կամքը տեղի ունենա, այլ կաղոթես Աստծո կամքի իրականացումը։ Եվ
Դու կփնտրես քո գործն ու քո ծառայությունը այդ իրավիճակներում Աստծուն փառավորելու համար, Աստծո նպատակների իրականացման համար, որտեղ քո հաճույքը կդառնա Աստծո կամքի իրականացումը եւ ոչ թե քո մարդկային կամքը, մարմնական շահն ու հաճույքները։ Երբ մենք չենք փնտրում Աստծո գործը մեզ պատած փորձությունների մեջ, մենք չենք փոխվում, հոգեպես չենք աճում, պտուղ չենք բերում, հոգու բավականացում չենք ապրում եւ բաց ենք թողնում Աստծո պատրաստած իրական օրհնությունը եւ մնում ենք աշխարհիկ ապրելակերպի մեջ։ Դրա համար չկա հոգու հագեցում, չկա խաղաղություն եւ հաճություն Աստծո անձով եւ Աստծո գործերով։ Ուրեմն առաջի 3 համարներում Հակոբոսը նկարագրեց իրենց աշխարհիկ կյանքը, աշխարհասիրությունը, աշխարհիկ ապրելակերպի աղբյուրը, հետևանքը եւ պատճառը։ Եվ հիմա նայենք հաջորդ 3 համարները։ 4-ից 6 համարներում Հակոբոսը հանդիմանում է նրանց եւ մեզ այսօր իր խոսքի միջոցով աշխարհի հանդեպ ունեցած սիրո համար։ Նա հանդիմանում է նրանց հոգեվոր շնության համար, Սուրբ գրքի անտեսման համար եւ Սուրբ Հոգուն հակառակվելու համար։ Առաջինը, ուրեմն, նա հանդիմանում է նրանց իրենց հոգեվոր շնության համար։ 4 համարում ընթերցում ենք. Շնացողներ, չգիտեք, որ աշխարհի հանդեպ սերը Աստծո դեմ թշնամություն է։ Արտով ուզում է աշխարհին բարեկամ լինել, իրեն Աստծուն թշնամի է դարձնում։ 5 տակառնում Իսրայել ժողովրդի հարաբերությունները Աստծո հետ համատվում էին ամուսնական հարաբերությունների հետ եւ իսրայելցիների ցանկացած կռապաշտություն համարվում էր որպես հոգեվոր շնություն։ Հակոբոսի լսարանը լինելով քրիստոնեությանը դարձած հրեաներ նրանք շատ լավ հասկանում էին այս տերմինը, թե ինչ է այն նշանակում։ Նմանապես նոր կտակառնում եկեղեցին կոչված է Քրիստոսի հարսը։ Հակոբոսը հանդիմանում է այն մարդկանց, ովքեր անհավատարիմ են Քրիստոսի հետ իրենց ուխտին, որպես եկեղեցու փեսայի։ Դրա համար նրանց կոչում է շնացողներ։ Խոսքը գնում է հոգևոր շնության, դավաճանության մասին։ Ասում է արդյոք դուք չգիտեք։ Այս հարցով Հակոբոս ուզում է նրանց հիշեցնել իրենց արդեն իմացած ճշմարտությունը, աշխարհի հաճույքները սիրելով ու ապրելով այդ հաճույքների համար դուք դավաճանում եք Տիրոջը, ում հետ դուք ուխտ եք կապել։ Այսպիսի հարցադրումը ենթադրում է, որ աշխարհի նկատմամբ սերը, երկրավոր հաճույքները այնքան են գրավել նրանց սրտերը, որ նրանք չեն գիտակցում իրենց մեղավոր ընթացքի սարսափելի վիճակը։ Նրանք հոգևոր քնի մեջ են, հանձնված իրենց մարմնական հաճույքներին։ Այսօր նույնպես մարդիկ կյանքի տարբեր զվարճանքների մեջ են ու չեն հասկանում իրենց հոգևոր սարսափելի վիճակը։ Աշխարհի հանդեպ սերը չի վերաբերվում ֆիզիկական ստեղծագործությանը, ֆիզիկական աշխարհին, այլ այն ամենը, ինչ մեղք է եւ նաեւ հակառակ է Աստծո կամքին, ծրագրերին ու նպատակներին։ Այն ինչ Աստծո փառքի համար չէ, այլ մարդու ամնական հաճույքի համար է, ապա դա աշխարհսիրություն է։ Պողոսն ասում է, չէ, ամեն բան արեք Աստծո փառքի համար, ամեն բան։ Իսկ որքան բաներ ենք մենք անում մեր եսի համար, մեր մարմնի հաճեցնելու համար։ Բազմաթիվ։ Իսկ ինչ վերաբերում ենք տալիս մեր այս ապրելակերպին, հանձնվել ենք մեր մարմնին, թե շարունակում ենք պայքարել ու փոխվել։ Աշխարհի հանդեպ սերը նշանակում է, որ մարդու սրտում ոչ թե Աստված է մեծագույն գանձ, արժեք ու կյանքի իմաստ, այլ այն ամենը, ինչ գրավել է Աստծո տեղը իր սրտում։ Ինչպես նախկինում արդեն խոսեցինք, երբ մարդը ոչ թե վայելում է Աստծուն ու հաճեցնում նրան եւ հաճենում նրանով, այլ փնտրում է այլ հաճույք այս աշխարհում, ուրիշ գանձեր, ուրիշ կյանքի վայելքներ։ Իրեն համարում է հոգևոր մարդ, սակայն չկա Աստծո հետ կենթանի հաղորդակցություն, որտեղ նա չի վայելում Աստծուն։ Եվ սա Հակոբոսը կոչում է շնություն։ Աստծո հարս եկեղեցին չի վայելում հաղորդակցությունը իր Տիրոջ, իր Փեսա Հիսուսի հետ,
այլ գնում է աշխարհ, աշխարհը վայելելու, շնանալու աշխարհում։ Աշխարհի հետ բարեկամանալը ենթադրում է համաձայնություն նրա սկզբունքների եւ նպատակների հետ, համաձայնություն տալ աշխարհի մեղավոր ճանապարհներին, աշխարհի կերպարանքին եւ զվարճություններին։ Այս աշխարհի գայթակղություններին տրվելով նա աշխարհի հետ բարեկամություն է անում ու այդ կերպ նա ուրանում է Աստծուն, նա ծառայում է չարի նպատակներին։ Հակոբոսի այսպիսի խիստ հանդիմանանքից երևում է, որ այս լսարանը մտքով մոլորված է։ Ու նա հանդիմանելով իրենց շնության մեղքի համար ցույց է տալիս ապաշխարության ճանապարհը։ Նա ցանկանում է կարծես մի հայրական ապտակ տալ նրանց արթնացնելու եւ ցույց տալու իրենց իրական վիճակը, իրենց իրական կյանքը, որպեսզի նրանք գիտակցեն, թե որքան են շեղվել Աստծո կամքից։ Նա ցանկանում է սթափեցնել իր քույր եղբայրներին։ Դուք շնանում եք, դուք հասկանում եք ինչ վիճակում եք, թե անտարբեր եք, անլուրջ եք, թեթևամիտ եք, այսօր մի ականջով մտնում է, վաղը մյուս ականջով դուրս է գալիս ու նորից ձեր զվարճանքների ու հաճույքների մեջ շարունակում եք ապրել։ Այսպիսի վերաբերմունքը հոգևոր կյանքին, պայքարին, պտղաբերությանը ունի բազում արդարացումներ մարդու մտքում։ Մարդը իր մտքում հավատում է չարի ինչ-որ մի ստի, խաբվում է ու մնում է նույն իր մարդկային առօրյա գործերով ու հաճույքներով տարված։ Դե Աստծո շփումը կսպասի, Աստծո խոսքի ուսումնասիրությունը կսպասի, ծառայելը կսպասի։ Եկեղեցում կարիքներ կան, ոչինչ, անողներ կլինեն։ Ահա եւ աշխարհսիրությունը եւ դրա դրսևորումը։ Պողոսը Տիմոթեոսի երկրորդ նամակում խոսելով վերջին օրերի չար ժամանակների մասին տալիս է մարդկանց նկարագրությունները, որտեղ նույնպես օգտագործում է այս նույն հաճույք բառը։ Ասում է. մարդիկ կլինեն ավելի հաճոյասեր, քան աստվածասեր։ Մարդը սիրում է աշխարհի հաճույքները վայելել, ոչ թե Աստծո ներկայությունը։ Եվ սա շնությունն է։ Ինչ հաճույքներ ես դու փնտրում քո ամենօրյա կյանքում, երբ տեսնում ես վերջին օրերը մոտենում են։ Ուրեմն սա առաջի հանդիմանությունն էր։ Նա հանդիմանեց նրանց շնության մեղքի մեջ։ Երկրորդը Հակոբոսը հանդիմանում է նրանց սուրբ գրքի անտեսման մեջ։ 5-րդ համարում կամ կարծում եք գիրքը զուր տեղն է ասում։ Մեր մեջ բնակվող հոգին նախանձի է ձգտում։ Նա հանդիմանում է նրանց, քանի որ նրանք ուրացել են, մոռացել են Աստծո խոսքը եւ չեն կարևորում այն։ Առաջին հայացքից թվում է, որ մեր մեջ բնակվող հոգին նախանձի է ձգտում այս արտահայտության մասին է Հակոբոսը հարց տալիս, մեջբերելով 5 գրվածքները։ Այսինքն զուրը գիրքը ասում, որ մեր մեջ բնակվող հոգի նախանձի է ձգտում։ Կարծես այսպես երև առաջին հայացքից։ Բայց իրականում այսպիսի մեջբերում չկա գրվածքների մեջ։ Դրա համար սրա վերաբերյալ կան տարբեր կարծիքներ մեկնաբանների կողմից։ Դե իհարկե մենք ուսումնասիրում ենք Հակոբոսի գիրքը, որտեղ կան շատ դժվար մեկնաբանվող հատվածներ, դժվար բառեր, դժվար քերականություն։ Եվ շատ աստվածաբաններ կարծում են, որ 5 եւ 6 համարները ամբողջ նոկտականում ամենադժվար մեկնաբանվող տեքստերի մեջ է մտնում, իսկ Հակոբոս գրքի մեջ կարելի ասել ամենադժվար հատվածն են, համարներն են։ Որպեսզի ես շատ մանրամասների մեջ չմտնեմ, տարբեր կարծիքներ ու հիմնավորումներ չբերեմ ժամանակի խնայելու համար, փոխանցեմ ձեզ ամենահավանական ու տրամաբանական տարբերակը, որը համահունչ է այս համատեքստին։ Եթե հետագայում ցանկանաք, կարող եք ինքնուրույն ավելի խորանալ այս տեքստի մեջ եւ տեսնել տարբեր մոտեցումները, տարբեր մեկնաբանական կողմերը, ինչ հիմք են բերում, ինչ փաստարկներ են բերում։ Ուրեմն այս 5-րդ համարը բաղկացած է երկու նախադասությունից եւ երկու նախադասությունը իրարից անջատ են, իրար հետ չեն կապված։ Առաջին նախադասությունը համարի առաջին մասն է, որ ասում է կարծում եք Սուրբ Գիրքը զուր է ասում կամ գրվածքները զուր է ասում։ Իսկ երկրորդ նախադասությունը կապվելու է հաջորդ մտքի հետ, որը մենք տեսնենք քիչ անց։ Այսպիսի բաժանում այս տարբերակը ցույց է տալիս, որ
Նախադասությունը, առաջին նախադասությունը կապված է նախորդ մտքի հետ եւ հանդիսանում է այդ մտքի հաստատումը, այլ ոչ թե հաստատում է հաջորդ միտքը կամ կապվում է հաջորդ նախադասության հետ։ Ուրեմն տեսեք, նախորդ նախադասության մեջ 4 համարում նա ասաց, որ մարդը չի կարող միաժամանակ սիրել Աստծուն եւ աշխարհը, նա չի կարող ապրել երկակի կյանք, նա չի կարող ծառայել երկու տիրոջ, նա չի կարող բարեկամություն անել միաժամանակ Աստծո եւ աշխարհի հետ, որովհետեւ աշխարհի հետ բարեկամություն անողը Աստծուն թշնամի է։ Որից հետո հաջորդ խոսքը վերաբերվում է հենց այս մտքին, որ գրքերը բազում կերպերով ուսուցանում են հենց այն, ինչ որ ես ասացի։ Եվ դա ինչն է։ Ինչ է ուսուցանում գրքերը։ Գրքերը ուսուցանում են ապաշխարություն, աշխարհից հրաժարում։ Իսկ ինչ է դուք կարծում եք զուր է այս ուսուցումը։ Եվ գիրք բառը ասելով նա նկատի ունի հենց Սուրբ գրքի ուսուցումները։ Ինչ է դուք չգիտեք, որ այս աշխարհը ձեր տունը չէ։ Չգիտեք, որ դուք այս աշխարհի մեջ եք, բայց այս աշխարհից չեք։ Չգիտեք, որ այս աշխարհը Աստծուն թշնամի է։ Դուք գիտեք Աստծո ուսուցումները։ Դուք գիտեք Աստծո խոսքի ուսուցումները։ Սակայն դուք ուրացել եք դրանք ու շարունակում եք ուրանալ, անտեսել, մերժել, որտեղ ձեր սիրտը կապել եք այս աշխարհի հաճույքների հետ։ Դուք ընտրեցիք այս աշխարհով հաճենալ եւ ոչ թե Աստծո խոսքը եւ Աստծո հաճությունը։ Դուք Աստծո խոսքը չդարձեցիք ձեր սրտի հաճություն, ուրախություն եւ ամենօրյա վայելք։ Դուք չհասկացաք Աստծո խոսքի արժեքը, զորությունն ու քաղցրությունը, դրա համար փնտրում եք ձեր հաճույքը այլ բաների մեջ։ Հակոբոսը հանդիմանում է նրանց այս մեղքի մեջ։ Դուք իմանալով գրվածքները զուր եք համարում այն, անկարևոր դուք անտեսում եք այն եւ դրանով ցույց եք տալիս, որ դա կարևոր արժեք չէ ձեզ համար։ Ուրեմն Հակոբոսը հանդիմանեց նրանց հոգևոր շնության մեջ, Աստծո խոսքն անտեսելու մեջ, եւ երրորդ նա հանդիմանում է նրանց Սուրբ Հոգուն հակառակվելու մեջ։ 5-րդ համարում մեր մեջ բնակվող հոգին նախանձի է ձգտում, եւ 6-րդ համարը բացի այդ ավելի մեծ շնորհ է տալիս։ Դրա համար ասում եմ, Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնարհներին շնորհ է տալիս։ Ինչպես ասացի, այս երկու համարները ունեն մեկնաբանական դժվարություններ։ Օրինակ հոգի բառը ինչին է վերաբերվում։ Մարդու հոգուն, թե Սուրբ Հոգուն։ Հունարենում քանի որ չկա այդ մեծատար փոքրատար տարբերությունը, ինչպես որ մեր թարգմանություններում է Սուրբ Հոգին մեծատառով գրվում, այնտեղ չկա այդ տարբերությունը, որպեսզի թարգմանիչները հստակ իմանան։ Եվ հետո հարց է առաջանում, նախանձով ցանկացողը ով է, ինչ է ցանկանում, ինչ է նշանակում նախանձել, ինչ է փափագում, ինչին է ձգտում։ Ես հետևյալ թարգմանությունը ձեզ կառաջարկեմ։ Հոգին ում նա մեր մեջ դրել է, Սուրբ Հոգին, նախանձով է ցանկանում։ Ուրեմն այստեղ իմաստը այն է, որ Սուրբ Հոգին, ով տրվում է մեզ Աստծո կողմից վերստին ծնունդի ժամանակ, այն նախանձախնդրությամբ է ցանկանում մեր բացարձակ հավատարմությունն ու նվիրվածությունը Աստծուն։ Սուրբ Հոգին, ով բնակվել է մեր մեջ, ով կնքել է մեր փրկագնումը, մեր սրտերում գործում է, որ մենք հանդիմանվենք, գիտակցենք ու մոտենանք Աստծուն, փնտրենք Աստծուն, սիրենք Աստծուն ամեն բանից առավել, հրաժարվելով աշխարհսիրությունից։ Սուրբ Հոգին մարդու ներսից նույնպես հանդիմանում է աշխարհի ապրելակերպի համար, մղելով հավատացյալին, ուրանալու մեղքը եւ իր մեղավոր ցանկությունները, հաճույքները այս աշխարհային եւ փնտրելու բավականացում, հաճույք Աստծո հետ հաղորդակցության մեջ։ Նաեւ այն տրամաբանորեն ավելի լավ է համապատասխանում հաջորդ մտքի հետ, ասում է բացի այդ նա ավելի մեծ շնորհ է տալիս։ Բացի այն, որ Սուրբ Հոգին հանդիմանում է, նա նաեւ ավելի մեծ շնորհ է տալիս։ Ո՞վ է ավելի մեծ շնորհ տվողը։ Իհարկե Աստված։ Աշխարհի գայթակղությունները մի կողմից են մեզ մեծապես ազդում մեր վրա, քաշելով դեպի աշխարհային հաճույքները, իսկ մյուս կողմից Աստված լցնում է մեզ վրա իր շնորհ առատորեն, որպեսզի քաշի մեզ դեպի իրեն, ազատի մեզ աշխարհի
ցեխից ու կապանքներից։ Դարձյալ Տիրոջ անսահման մեծ սերն ու ողորմությունը։ Ահա թե որտեղ կարող ենք մենք իրական հույս գտնել, մխիթարան գտնել։ Նա անմիջապես չի լքում մեզ, երբ մենք թողնում ենք իրեն, տարվում ենք աշխարհով, նյութականով, զանազան հաճույքներով։ Սուրբ Հոգին գործում է մեր մեջ իր շնորհի զորությամբ, որովհետև եթե չլինի այդ շնորհը, մենք կմնանք ունայնության վայելքների մեջ, կխաբվենք ու մեր հոգիները կմնան հիվանդ եւ խոցված։ Այսօր այս խոսքը լսել եմ անգամ Աստծո շնորհն է մեզ համար, որը մեզ այսօր նույնպես հանդիմանում է աշխարհսիրության մեջ ու կոչ է անում ապաշխարության։ Ահա Սուրբ Հոգու գործը մեր սրտերում։ Եթե չլինի Սուրբ Հոգու գործը մեր մեջ, մենք կտարվենք ստով, կեղծիքով, մեր սիրտը կսիրի ունայնությունը։ Որքան մեծ է Տիրոջ գործը մեր մեջ։ Յուրաքանչյուր հոգևոր հաջողություն եւ արդյունք նրա շնորհն է, ուստի նա է արժան փառավորման եւ ոչ թե մենք։ Նա ով պարծենում է իրենով, մեղմ ասած նա պարզապես կույր է։ Նա չի հասել այս հասկացողությանը, որ ինչ որ եմ, Աստծո շնորհով եմ, եւ նրա շնորհը, որ իմ մեջ է, ունայն չեղավ, եւ այն ինչ որ ես աշխատեցի, դա ես չէի, այլ Աստծո շնորհն էր, որ ինձ հետ է եւ իմ մեջ է։ Նա է, որ մեր մեջ գործում է թե կամենալը եւ թե կատարելը։ Որքան մխիթարան կա այս շնորհի մեջ, որ գործում է մեր մեջ, այսքան բազում մեր տկարությունների մեջ, մեր այսքան բազում անկարողությունների մեջ։ Իսկ ինչ է անում աշխարհասեր մարդը։ Նա հակառակվում է Սուրբ Հոգուն, նա թողնում է այս շնորհով վայելքի կյանքը ու ապրում է իր մարմնական կյանքը։ Հպարտանալով իր անձով, պարծենալով իր կարողություններով, իր իմաստությամբ։ Իսկ ում է առատորեն տրվում այս շնորհը 6-րդ համարում։ Դրա համար ասում է Աստված ամբարտավաններին հակառակ է, բայց խոնաներին շնորհ է տալիս։ Հակոբոսը մեջ բերում է Առակաց 3-րդ գլուխ 34-րդ համարից, որի մասին նաև խոսում է Պետրոս առաքյալը իր նամակի մեջ։ Ում է Աստված տալիս այս շնորհի առատությունը, ով հասկանալով իր տկարությունը, շարունակական կարիքավոր վիճակը, խոնարհվում է Աստծո առաջ, համաձայնվում է Աստծո ասածների հետ։ Ամբարտավանները կամ հպարտները ինչու չեն գտնում այս առաջ շնորհը, որովհետև նրանք իրենց ավելի բարձր, ավելի կարող եւ իմաստուն են համարում։ Նրանք ապավինած են իրենց սեփական ուժերին, նրանք ինքնաբավ են։ Իրենց եսն է իրենց կյանքի կենտրոնում։ Նրանք մտածում են իրենց ցանկությունների ու հաճույքների բավարարման մասին։ Հպարտ մարդը զրկում է իրեն հանդիմանության այս բուժիչ ազդեցությունից։ Նա կարծում է, թե հասել է բարձր հոգևոր հասունության։ Աստված հակառակ է այսպիսի մարդկանց, քանի որ Աստծո տված շնորհը նրանք չգնահատեցին ու շնորհակալ չեղան։ Իրենք իրենց անձերը փառավորեցին։ Իսկ խոնարհները խորապես գիտակցելով իրենց մեղավորությունն ու կարիքը ընդունում են իրենց կախվածությունը Աստծուց եւ հանգիստ գտնում Աստծո մեջ։ Որպես դատարկ անոթներ նրանք պատրաստ են լցվելու այս շնորհով շարունակապես ամեն օր։ Ուրեմն սիրելիներ, ամփոփենք, այսպիսով մենք տեսանք աշխարհիկ ապրելակերպի կամ աշխարհի հանդեպ սիրո 3 նկարագրությունները, որ նախ տվեց Հակոբոս այս հատվածում։ Աշխարհիկ ապրելակերպի աղբյուրը, հետևանքը, պատճառը, որից հետո նա տալիս է 3 հանդիմանություն։ Նա հանդիմանում է նրանց հոգևոր շինության մեջ, Սուրբ գրքի անտեսման մեջ եւ Սուրբ Հոգուն հակառակվելու մեջ։ Ինչպես ես դու այսօր գնահատում քո ապրելակերպը, քո Աստծո հանդեպ ունեցած սերը։ Ինչ է քեզ համար այս հանդիմանությունները, որ Տիրոջ խոսքը ուղղում է մեզ եւ մեր սրտերին։ Դու տեսնում ես արդյոք քո աշխարհսիրության մեղքը, Աստծո խոսքին եւ Սուրբ Հոգուն հակառակության քո մեղքը։ Եթե գիտակցում ես, ապա խոստովանիր այսօր, հրաժարվիր այս աշխարհի կերպարանքից, հաճույքներից, գործերից,
ապաշխարիր այն ամենից, ինչը քեզ բռնել է ու կապել է այս աշխարհի ունայնություններին։ Ուրախության վազի դեպի Քրիստոսը, նրա հետ հաղորդակցությունը, վայելիր նրան, եթե ուզում ես, որ Աստծո փառքը քեզ ել ավելի տեսանելի ու ճանաչելի լինի, քանի որ Աստված մեծագույնս կփառավորվի քեզանում, քո կյանքում եւ քո միջոցով, եւ դու մեծագույնս բավարարված ես նրանով, վայելում ես նրան եւ հաճնում ես նրանով։ Եկան որ Սուրբ Հայր, խոնարհվում ենք այս առավոտ քո առաջ, Տեր, մեծանում եւ փառավորում ենք քո սուրբ եւ պատվական անունը, գոհանում ենք քո այս կենթանի խոսքի համար, որ որպես հայլի ցույց է տալիս մեր անձը, ցույց է տալիս մեր սրտի վիճակը, հանդիմանում է մեզ եւ քո Սուրբ Հոգու համար ենք շնորհակալ, որ այսօր Տեր այն մեզ նույնպես հանդիմանում է, որպեսզի մենք մոտենանք քեզ, մենք տեսնենք մեր վիճակը, որպեսզի մենք ապաշխարենք այն ամեն ունայնություններից, որոնցով կապված է մեր սրտերը, որպեսզի մենք ամեն օր վերցնենք մեր խաչը եւ քեզ հետևենք, Տեր։ Շնորհակալ ենք քո այս մեծ ու անպատմելի գործի համար, քո այս մեծ շնորհի համար, Տեր, որ լուսավորեց մեր աչքերը, մեր մտքերը, որպեսզի տեսնենք, հասկանանք, ճանաչենք ճշմարտությունը, ճանաչենք քեզ, հասկանանք քո մեծությունը, քո քաղցրությունը, հասկանանք քո գանձ լինելը եւ քո անսահման հավիտենական տարբեր լինելը այն ամենից, ինչ որ մեր աչքն է տեսնում։ Մենք ուզում ենք քեզ էլ ավելի սիրել, Հայր, գործիր մեր սրտերում, որպեսզի մենք ունենանք մեծ փափագ քեզ փնտրելու։ Մենք գիտակցենք մեր ծարավը եւ մեր հոգու ծարավը հագեցնենք քեզնով, որ մենք փնտրենք հաճություն քեզանով, ոչ թե այս աշխարհի ունայնություններով, մեղքով կամ այն խաբուսիկ բաներով, որով որ մենք տարվում ենք ու կորցնում ենք քեզ հետ հաղորդակցվելու մեր հնարավորությունը, վայելքը։ Դրա համար օրհնիր մեզ, ների՛ր մեր բոլոր մեղքերը, ների՛ր մեր ուրացումները, որ փոխում ենք քեզ այս աշխարհի ունայնություններով, Տեր, ների՛ր մեզ եւ քո հոգով բացիր մեզ այսօր, մեր միտքը որ ավելի տեսնենք քո կամքը, տեսնենք ինչ ես դու ուզում մեզնից, ինչ կյանք ես ուզում, որ մենք ապրենք, որ փնտրենք քեզ ու քեզ փառավորենք։ Օրհնիր քույր եղբայրներից, Տեր Աստված, իրենց գտնված վայրերում, դժվարություններում, պայքարների մեջ, նախընտրում եմ, որ իրենց ներսի անձի մեջ իրենց ամրացնես, բերես մխիթարանք, ամրություն, որ իրենց հույսը, իրենց տկարությունների մեջ փնտրեն քո շնորհի զորությունը, փնտրեն քեզ այդ հաղորդակցությունը ամեն օր եւ քեզանով օրնվեն, քեզ վայելեն ու քեզ հետևեն, Տեր։ Օրհնիր ամենքիս եւ շարունակիր պահել միաբանված քո խոսքի մեջ, քո խոսքի վրա կենտրոնացած եւ քո կամքի վրա կենտրոնացած, փնտրելով միաբան քո կամքը եւ կատարելով ամեն բան քո համար, քեզ փառավորելու համար, որտեղ դու ես արժան, որ դու փառավորվես մեր կյանքերում, դու երևաս եւ դու մեծարվես։ Հիսուսի անունով ենք աղերսում, Տեր, որ դու փառավորվես, Հայր, Որդի եւ Սուրբ Հոգի։ Ամեն։